Եթե ձեր սեռական կյանքում քաոս է, հոգ չէ։ Ժամանակն է ամեն ինչ իր տեղը դնելու եւ չքննարկվածի մասին խոսելու։ Այսօր խոսելու ենք անչափ հետաքրքիր թեմայի մասին։ Էրոգեն գոտիներ, որոնք են դրանք, ինչպես գտնել դրանց տեղակայումը եւ սեռական կյանքը դարձնել ել ավելի հետաքրքիր։ Էրոգեն գոտիները մարմնի տարբեր հատվածներում տեղակայված առավել զգայուն մասերն են, որոնց խթանումը առաջացնում է սեռական գրգռում։ Ընդ որում, սեռական խթանումը կարող է լինել տարբեր կախված մարդու սեռական ֆանտազիայից։ Մեկի համար դա կարող է համբույրը լինել, մյուսի համար ինտիմ մերսումը, մեկ ուրիշի համար լիզելը, կարող է եւ կծելը, փչելը, լիզելը եւ այլն։ Այսինքն բոլոր այն մեթոդները, տարբերակները, որոնց արդյունքում կարող ենք հասնել սեռական գրգռման, նույնպես իհարկե կիրառելի են եւ բերում են էրոգեն գոտիների ակտիվացման։ Էրոգեն գոտիների գրգռումը չափազանց կարևոր հարց է, հատկապես կնոջ սեքսուալության տեսակետից, քանի որ էրոգեն գոտիների ակտիվացման արդյունքում փաստորեն հնարավոր է լինում կնոջը տրամադրել սեռական ակտիվությանը։ Չեմ կարող իհարկե ասել, թե տղամարդու պարագայում էրոգեն գոտիները կարևոր նշանակություն չունեն, սակայն հաշվի առնելով կնոջ եւ տղամարդու սեքսուալության տարբերությունները, հատկապես իհարկե շոյանքների, փաղաքշանքների առումով, կանայք այս դեպքում ել ավելի մեծ կարևորություն են տալիս էրոգեն գոտիների ակտիվացմանը եւ այս պարագայում չափազանց կարևոր է հատկապես այն դեպքում, երբ կնոջ համար սեռական կյանքը նոր է սկսվում եւ կինը նոր է մտնում սեռական հարաբերությունների մեջ։ Տղամարդուց պահանջվում է առաջին հերթին իհարկե նրբանկատություն եւ հատկապես այն դեպքերում, երբ պետք է առաջին կենակցումը տեղի ունենա, էրոգեն գոտիների ակտիվացումը փաղաքշանքների եւ շոյանքների միջոցով կարող է հեշտացնել առաջին սեռական հարաբերությունը։ Էրոգեն գոտիները ունեն իրենց դասակարգումը։ Տարբերում ենք առաջնային եւ երկրորդային էրոգեն գոտիներ։ Առաջնային էրոգեն գոտիները որպես կանոն ունիվերսալ են երկու սեռի համարել եւ ընդունված է համարել, որ առաջնային են այն էրոգեն գոտիները, որոնց տեղամասերում, մարմնամասերում նյարդային վերջավորությունները շատ զգայուն են։ Դրանք են բերանը, շրթունքները, լեզուն, պարանոցը, ականջները, հատկապես ականջի բլթակները, կրծքերը եւ հարպտկային հատվածը, որովայնի ստորին հատվածը, ազդրերի ներսային մակերեսը, հետույքը, հետանցքը եւ շեքը, սեռական օրգանները, շագանակագեղձը տղամարդկանց մոտ եւ G կամ S գոտին կանանց մոտ։ Տղամարդկանց պարագայում առավել զգայուն է անդամի գլխիկը, քանի որ գլխիկի հատվածում են տեղակայված առավել շատ նյարդային վերջավորությունները եւ այդ առումով էլ հենց անդամի գլխիկը համարվում է առաջնային էրոգեն զոնա։ Համեմատաբար ավելի թույլ կամ նվազ էրոգեն զոնաներ են ամորձիները եւ ամորձապարկը եւ փաղաքշանքների առումով իհարկե կանայք պետք է հաշվի առնեն այս հանգամանքը, բայց նաեւ հիշեն մի կարևոր հանգամանք եւս։ Տղամարդիկ չեն սիրում, երբ միանգամից հարձակվում են սեռական օրգանների վրա եւ փորձում դրանք գրգռել, որովհետեւ շատ դեպքերում դա կարող է առաջացնել հակառակ ռեակցիան տհաճության տեսքով։ Ամեն ինչ պետք է սկսել աստիճանաբար, իհարկե հաշվի առնելով այն, որ էրոգեն զոնաները նաև ունեն իրենց ուժգնությունը ըստ արտահայտվածության։ Կանանց պարագայում առաջնային էրոգեն զոնա է ծլիկը, որտեղ նույնպես խտացված են բազմաթիվ նյարդային վերջավորություններ եւ որպես այդպիսին ծլիկը շատ դեպքերում մնում է ստվերում, բայց լինելով արտահայտված էրոգեն զոնա, ինքը շատ դեպքերում կարող է կնոջը պարգևել սեռական բավարարվածություն, հատկապես երբ կինը նոր է սկսում ապրել սեռական կյանքով եւ հեշտոցային օրգազմի չի հասնում։ Այս դեպքում ծլիկը կարող է ժամանակավորապես փոխարինել լինելով առաջնային էրոգեն զոնա։ Սեռական շուրթերը կնոջ այս դեպքում եւս էրոգեն զոնաներ են, բայց առավել արտահայտված են փոքր սեռական շուրթերը, մեծ շուրթերը ավելի քիչ զգայուն են։
Գոյություն ունեն նաև երկրորդային էրոգեն զոնաներ, որոնք կարող են առաջանալ ժամանակի ընթացքում սեռական փորձի կուտակմանը զուգահեռ, երբ մարմնի որևէ մի հատված որպես այդպեսին նախատեսված չի որպես էրոգեն զոնա, բայց զուգընկերներից մեկը նախընտրում է կամ հաճույք է ստանում, երբ շոյում է մարմնի որևէ մի հատված։ Իմ պրակտիկայում հիշեցի մի դեպք, երբ կինը հաճույք էր ստանում, երբ զուգընկերը շոյում էր ձախ ոտքից անգամ փոսը, եւ փաստորեն այդ հատվածը ժամանակի ընթացքում դարձավ երկրորդային էրոգեն զոնա եւ կինը օրգազմ էր ապրում միայն այն դեպքում, երբ խթանվում էր այդ հատվածը։ Նույնն էլ տղամարդու պարագայում, եթե կինը նախընտրություն ունի շոյել տղամարդու մարմնի որևէ մի հատված, որը նախատեսված չէ որպես էրոգեն զոնա, օրինակ թևի ինչ-որ մի հատվածը կամ պարանոցի, որը զգայուն չէ, ապա տվյալ հատվածը կարող է դառնալ էրոգեն զոնա, եթե տղամարդը այդ ճանապարհով հասնում է սեռական բավարարման։ Իհարկե, այս ամենի հետ մեկտեղ պետք է նշեմ, որ առանձնահատուկ էրոգեն զոնա է ուղեղը, քանի որ բոլոր խթանումները, գրգռումները ընդունում է եւ ընկալում է ուղեղը, հետեւաբար ամբողջ գործընթացը սկսվում եւ ավարտվում է ուղեղում, թե խոսքային, թե տակտիլային շոյանքները բնականաբար ընկալվում են ուղեղի կողմից եւ արձագանքվում նույնպես ուղեղի կողմից։ Հետևաբար ուղեղը պետք է գտնվի համապատասխան հանգիստ վիճակում, որպեսզի տղամարդը կամ կինը կարողանան գրգռել կամ գրգռվել եւ ստանալ սեռական բավարարվածություն։ Կա մի էրոգեն զոնա, որը թաքնված է, շատերը չգիտեն դրա մասին, այն ունիվերսալ է, երկու սեռի համարել, բայց չափազանց արտահայտիչ է, եթե զուգընկերները գլխի են ընկնում եւ սկսում են այդ հատվածը շոյել։ Խոսքը կատվափոսի մասին է, որը գտնվում է մեջքի հատվածում, երկու թիակների միացման հատվածում եւ գոյացած փոսիկը կոչվում է կատվափոս, քանի որ այդ հատվածում կուտակված նյարդային վերջավորությունները բավականին զգայուն են եւ երկու սեռի համարել համարվում են էրոգեն զոնա։ Այս հատվածը ընդգրկվում է հատկապես գրագետ մերսումների ժամանակ, երբ հարաբերությունից առաջ զույգը նախընտրում է շոյանքների մեջ ընդգրկել ինտիմ մերսումները եւ անպայման իհարկե շոյանքների ժամանակ ընդգրկում են կատվափոսը։ Էրոգեն զոնաները սկսում են ակտիվանալ դեռահասային շրջանում, երբ օրգանիզմը ենթարկվում է սեռական բուռն փոփոխությունների եւ մարմինը արդեն սկսում է ձեռք բերել սպეციფიկ զգայունություն, ասել է թե սեռական զգայունություն։ Մաշկը դառնում է առավել զգայուն, հատկապես փաղաքշանքների նկատմամբ եւ այն բջիջները, որոնք պատասխանատու են սեռական շոյանքների նկատմամբ, դրանք կոչվում են դոգելի բջիջներ, սկսում են արդեն ակտիվանալ եւ ձեռք բերել սպეციფიկ զգայունություն։ Վերջնական տեսքի արդեն էրոգեն զոնաները ստանում են 25-ից 27 տարեկանում, երբ ավարտվում է սեռական հասունացումը եւ էրոգեն զոնաները արդեն ունենում են իրենց հստակ տեղակայումը, սակայն դրանց մասին իհարկե պետք է իմանա զուգընկերը դրանք փնտրելով։ Էրոգեն զոնաները շատերի բնորոշմամբ, հատկապես հանրային սեքսոլոգների, նման են չբացահայտված քարտեզի, զուգընկերը պետք է փնտրի դրանք, ակտիվացնի դրանք եւ դրանով իսկ իհարկե հաճույք պարգևի իր դիմացինին։ Պետք է նաև նշեմ, որ էրոգեն զոնաները կարող են փոխել նաև իրենց տեղակայումը։ Ընդունված է համարել, որ ամռան ամիսներին առավել ակտիվ են գոտկատեղից վեր ընկած էրոգեն զոնաները, քանի որ մարմինը այս դեպքում ստանում է արևի ճառագայթները, որով պայմանավորված էրոգեն զոնաները ավելի զգայուն են։ Ձմեռվա ամիսներին առավել ակտիվ են գոտկատեղից վար ընկած էրոգեն զոնաները։ Գոյություն ունեն նաև այսպես կոչված թռչող էրոգեն զոնաներ, դրանք այն էրոգեն զոնաներն են, որոնք կախված տարիքից փոխում են իրենց տեղակայումը։ Երիտասարդ տարիքում իհարկե առավել ակտիվ են գոտկատեղից վեր ընկած էրոգեն զոնաները, իսկ տարիքի հետ արդեն ավելի ակտիվանում են կամաց-կամաց գոտկատեղից վար ընկած էրոգեն զոնաները։ G կետի կամ G զոնայի մասին մինչ այժմ էլ կան վիճահարույց կարծիքներ, սակայն մի բան ակնհայտ է։ G զոնան կամ S զոնան հայտնաբերել են երկու տարբեր հեղինակներ։ G զոնա կոչվել է ի պատիվ գիտնականի Գեբենֆրեգի, ով հայտնաբերել է իր հերթին այդ կետը, եւ S զոնան ի պատիվ հեղինակ Սվյադոշի, ով նույնպես ժամանակին նկարագրել է նույն կետը։ G գոտին գտնվում է հեշտոցի առաջային պատին 3-ից 5 սանտիմետր խորության վրա։ Եթե ավելի պարզ փորձենք նկարագրել, G գոտին իրենից ներկայացնում է
ծլիկի հայելային անդրադարձը, այսինքն հակառակ կողմում գտնվում է ծլիկը իր նյարդային խուրձերով, իսկ ներսային հատվածում G կետն է։ Սեռական հարաբերության ժամանակ G գոտին չի ընդգրկվում հարաբերության մեջ եւ որքան էլ որ տղամարդը փորձի տարբեր տեսակի ալպինիստական դիրքեր գրավի, միևնույն է G գոտին չի ընդգրկվելու։ G գոտին կարող է ընդգրկվել միմիային մատնային շոշափման կամ մատնային մերսման ժամանակ, քանի որ նրա տեղակայումը թույլ չի տալիս սեռական հարաբերության ժամանակ ընդգրկել այն։ Որոշ կանանց մոտ G գոտին այնքան էլ զարգացած չէ եւ շոյանքների ժամանակ կանայք առանձնահատուկ հաճույք չեն ստանում եւ նույնիսկ տհաճություն են զգում եւ այստեղից էլ պետք է նշեմ, որ G գոտի խթանումը ոչ բոլոր կանանց համար է հաճելի, հաշվի առնելով, որ այն կարող է պարզապես կամ զգայուն չլինել, կամ էլ չշոշափվել։ Ամփոփելով այս թեման ուզում եմ նշել, որ էրոգեն զոնաների ակտիվացման հարցում չափազանց կարևոր է ինչպես զուգընկերների ուշադրությունը եւ նրբանկատությունը, այնպես էլ ինտիմ հիգիենայի հարցը։ Հարաբերությունից առաջ ցանկալի է ցնցուղ ընդունել, որպեսզի մարմինը թարմ լինի, քանի որ էրոգեն գոտիները առավել զգայուն են, մասնավորապես ցնցուղ ընդունելուց հետո։ Էրոգեն զոնաները ակտիվացնելու համար ցանկալի է օգտագործել մերսման համար նախատեսված տարբեր տեսակի քսայյուղեր, որոնք ավելի զգայուն են դարձնում մարմնի տարբեր հատվածները։ Ինտիմ հիգիենային հետևելը հատկապես կարևոր է այն առումով, որ հարաբերությունները լինեն պաշտպանված, խնդիրներ չառաջանան եւ հետագայում իհարկե բարդությունների չհանգեցնեն։ Այս հարցում օգնության կարող է գալ մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Սետաֆոմ հակասեպտիկ լուծույթը։ Սետաֆոմ հակասեպտիկ ախտահանող միջոցը կիրառվում է մաշկի եւ լորձաթաղանթների վարակների բուժման համար, էֆեկտիվ է բակտերիաների, սնկերի ու վիրուսների դեմ պայքարում, իսկ բաղադրության մեջ առկա պանթենոլը կանխում է չորությունն ու գրգռվածությունը։ Պետք է փրփուրը քսել անմիջապես տուժած հատվածին առանց նոսրացնելու, հետո լվանալ ջրով ու զգուշորեն, բայց լավ չորացնել։ Առավելություններից մեկն այն է, որ սետաֆոմն ազդում է արագ եւ արդյունավետ, ինչի արդյունքում դուք ունենում եք նուրբ եւ առողջ մաշկ։ Այս անգամ այսքանը։ Մնացեք մեզ հետ։ Առջևում ձեզ սպասվում է հետաքրքիր հարցազրույց բժիշկ պրոկտոլոգի հետ։ Թեման՝ թուտք։